Մոռացել եմ, որ ես պետք է կներեք։ Պարոն Մանուկյան, հարցս ձեր միջոցով ուղղեմ երկու խմբակցություններին իրականում հարգելի գործընկերներ, անկեղծ ասած չեմ հասկանում ինչի եք ձեր թեկնածուներին միջև վերջի պահը sense գախնի պահում։ Հիմա հատկապես Տիկին Գալստյանի մասով սա լրիվ անհասկանալի էր իմ համար, էլի, ասենք ինչ-որ տենց առանձնապես բան չկա, որ պետքա փորեին գտնեինք, բա մյուս թեկնածուների մասով չգիտեմ, գիտեմ ուժեղ Հայաստանը երկու թեկնածու ներկայացրել է մինչև պահը, միջև վերջի վարկյանը գախնի ապահել, վստահ եմ Եվրոինտեգրման հանձնաժողովի թեկնածուին էլ էլի միջև վերջի վարկյանը գախնի եք պահել։ Ժորժ կարող բան կա, որ պետքա չիմանանք, չգտնենք, որ տենց բան եք անում, էլի միջև վերջին պահը գախնի եք պահում, որպեսի հանկարծ մի քանի ժամ ավել չունենանք, որպեսի բան անենք։ Օրինակ մեր թեկնածուները քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի, հանձնաժողովների թեկնածուները այս մի ամիսա գիտեք։ Որն է հարցը, որ չեք հայտնում։ Տեսել եմ այն ճեպազրույցները պարբերաբար, որ լրագրողները մոտենում են, հարցնում են, չեք ասում։ Ինչ խնդիր կա, ինչի չեք ասում։ Պարոն Ալեքսանյան, լավ կլի հարցնեմ, այդ Անդրանիկ Քոչարյանը տապալել էր հանձնաժողովի նախագահի աշխատանքները, որ չընտրեցիք, ու ինչի հասարակությանը չներկայացրեցիք, թե անցնող տարիների հանձնաժողովի որոշնակ Արման Եղոյանին էլ չընտրեցիք։ Պարոն Եղոյան, մի ընթացք։ Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանին, որտեղ մեր խմբակցությունում կան շատ արժանավոր գործընկերներ բացի ինձանից, մինչև վերջել քննարկումները, անկեղծ պետք է ասեմ, մինչև վերջել քննարկումները շարունակվել են, եթե չեմ սխալվում, 3 է որ Լիլիթ Գալստյանի թեկնածությունը խմբակցության կողմից հաստատվել է։ Բացեն ինչ գաղտնիք։ Չի ավարտել։ Պարոն Ալեքսանյան, ավարտում եմ։ Շարունակեք, ժամանակ ունենք։ Իրականում պետք է անկեղծ ասեմ, Արթուր Սարգսյանը կնեղանա, բայց ոչինչ։ Իրականում շատ էր մեծ գայթակղությունը ներկայացնել մեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արթուր Սարգսյանը, բայց մեր գործընկերը ասաց, որ ավելի լավ է գործնական հանձնաժողովի նախագահ լինի, որտեղ ինքը զրկված է լինելու հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարել, իսկ հիմա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը օդ ու ջրի պես անհրաժեշտություն է։ Արձագանք։ Նախ ձեր հարցին պատասխանելով, պարոն Մանուկյան, ոչ, պարոն Քոչարյանը չի տապալել հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր գործունեությունը, հակառակը, ես ինքս մենք միասին նույն հանձնաժողովից ենք եղել եւ ես պիտի ասեմ, որ փայլուն է կատարել պարոն Անդրանիկ Քոչարյանը իր պարտականությունները եւ ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա կատարած փայլուն աշխատանքի համար, ինքը ուղղակի չի առաջադրվել եւ հետեւաբար նրա տեխնացիոնը չի քննարկվել վարչությունում, սա արդեն ասում եմ որպես ԿՊ վարչության փոխնախագահ։ Ինչ վերաբերվում է իմ նախորդ հարցին, միևնույն է իմ հարցը մնում է ուժի մեջ, օրինակ ուժեղ Հայաստան խմբակցությունը այսօր եթե առանձնապես խոցելի չի համարում իրենց տեխնացուին, այսօր լրիվ հնարավորություն ունի այսօր հրապարակի իրենց հանձնաժողովի նախագահի տեխնացուի անուն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Մեր տառապանքը փորձ ունի, պարոն Ալեքսանյան, շատ դեպքերում է եղել, որ անուն հնչեցվել է, հաջորդ օրը քրեական գործը վրան կարել են։ Հիմա երևի մեր գործընկերները վախ ունեն, չբռնեն, տանեն ու հանձնաժողովը նախագահ չունենան։ Շատ լավ, շնորհակալություն։ Նիստը կշարունակենք վաղը 10:00-ին։ Ստեսություն։